Երեխեք ջան, ողջույն բոլորին, ուզեցի վլոգը սկսեմ հենց այս հատվածից, քանի որ շուտով դավուկայի ծնունդն է, այսօր մի քիչ առևտուր ենք արել։ Խորս կանաչ զեյթունը դու վերցրու։ Այս հիմիկվա համար է, մենք զեյթուն շուտ առել ենք, էլի։ Հա։ Գիտեմ խորս, ասել էի, որ վերցնի շաշլիկի բան, կեչուպ, խորովածի համար։ Մեր ամենօրյա հավկիցները, կանֆետները որոշեցի, որ վերցնենք այս տուփերովը, քանի որ սովորաբար ծնունդին տորցիկ են ուտում այս բաները, սենց նեն չի, որ կանֆետ ուտվում է, ուղղակի թող լինի, բարիք, դավուկան լողացրել եմ, խնամել եմ, հիմա այդպես մաքուր եկել է կողքս, հա, բոբիկ ման չի գալի, որ չմրսի, պանրի տեսականիներ, այս բողջա պանիրները շատ եմ սիրում, հա, բալես, վաղը մենք ծնունդի ենք էտ ասում, ցեզեր եմ սարքելու այդ օրը, ցեզերի համար է սա, այսպիսի զակուսկա, մի հատ փոքրն են խորենը այսօրվա է առել, ենթադրում եմ, պես էլ է ծնունդի, հա, ինձ թվաց նույնից փոքրն է, բայց տեսա, որ ոչ, գարող ես առել խորս, հա, սալատիկ ես ուզում մալականի թրվով, լավ, էտ եք սար, ուրեմն էլ թաբուլե չեմ սարքի, ուտև չեն ուտելու թաբուլե հաստատ, մենակ սարքեմ ցեզերը ու քո ուզած սալատիկը, հա, այս պանիրներից Հա, այս պանիրներից ենք նաև վերցրել և կարծես թե վերջ, հա, մեկ էլ այս էլի ցեզերի համար է, այսպիսի Շո, մաղթում ենք բոլորիդ բարի դիտում, հուսանք ձեզ հետաքրքիր կլինի մեր վլոգը Դավ դու էլ ողջունի բոլորին, անցնենք առաջ Համովոշ Ոչ մաջիզոց Հա, մենակ չկցես ջարդես, լավ կյանքս Այսօր ամսի 27-ն է Այսօր շաբաթ օրը պետքա գնամ դասի ու նաև Յանայի աղջկա ծնունդն է, պետքա գնամ Բուջուլիկի ծնունդին։ Այսօր կարծում եմ բոլորս հիշում ենք ինչ օրը եւ բոլորս էլ այն որ մտովի գնում ենք 2020 թվական, այդ սարսափը որ սկսեց։ Այն որ հենց հիշում եմ, մարմինս սկսում է դողալ։ Ծննդաբերությանս պերիոդներ արդեն, կովիդներ, պատերազմը սկսեց, այդ լուրերը, այդ էմոցիաները, այդ ապրումները մի կաշմար վիճակ էր ու այս պերիոդը հենց գալիս է, ոնց որ մտովի գնամ այդ ժամանակները ու սարսռեմ։ Մի խոսքով, բայց քանի ապրում ենք, այնքան պիտի հիշենք, երախտապարտ լինենք, շնորհակալ լինենք, երբեք դա չի մոռացվի։ Ինչ ուզում ա, ով ուզում ա անի, ոնց ուզում են անեն, երբեք ոչ մի հայ չի կարող մոռանալ այն, ինչ որ կատարվել է 20 թվականին, այն ինչ որ ապրել են մեր զինվորները, մեր զինվորների հիշատակը երբեք որևէ մեկը չի դադարի վառ պահել, որովհետև իրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանք ու ես մշտապես ամեն առիթով ասում եմ խոնարհումս բոլոր մայրերին, քույրերին, տատիկներին, հայրերին, ովքեր իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին ու որոնց շնորհիվ մենք այսօր կարողանում ենք ապրել, շփտալ, ուրախանալ, ստեղծել։ Մի խոսքով երեխեք ջան, ու Աստված տա, որ էլ երբեք մեր ազգը չանցնի դրա միջով։ Ես հասա ճանապարհը փակել էին, հետ բտտվեցինք, մյուս կողմից եկանք, փակել ասած ինչ որ տրակտոր էր գործանում։ Եվ իհարկե չեմ ուշացել, որտեղ նավսյակիով եմ դուրս եկել։ Այստեղ հավես բան տեսա նորա չկար ես կանաչ զոնան, ինչ հավես է, ես էլ մեր լսարանը, եթե հետպես կարելի ասել, այս պատի վրա ֆոբիաներն են, այսպիսի հատված և այստեղ նստում ենք մենք, ես ունեմ իմ տեղը, հստակ միշտ նույն տեղն եմ գալիս նստում, իրոք այդ պահպանողական բանը իմ մոտ կա, կամֆորտնի այս լինում իմ տեղում նստել Մի խոսքով սպասեմ մյուսներն էլ գան, այսօր նոր մասնագետ ենք ունենալու, հետաքրքիր կլինի ծանոթանալ, այստեղ մասնագետները թեմաների հետ կապված փոխվում են։ Երկինքն սիրունա չէ։ Իդեպ այս հատվածը նորա, սա չկար, սիրունիկա շատ է։ Такие вот пирожки։ Այստեղ ծաղկանոց կա, հավես լիքը ծաղիկներ, այս էլ պատշգամբը, Ինչքան ծաղիկներ կան։
Երեխեք պարզվում է Մարիամը Մերաբյան ստորի է արել, տեսավ, ասում է Անջան, այդ դրսի հատվածում եք դասանելու, ասում եմ ինչպիսի հրաշք։ Այսօր մեր դասը էստեղ անթանալու։ Եղանակն էլ շատ հավես է, ես էլ համապատասխան եմ հագնված, так что անտիշ։ Ես չեմ ըլի, եթե չօգտվեմ այս բարիքից։ Հուսամ լավ ամրացված է արդեն, ոչ թե դեռ պրոցեսի մեջ է, բայց կարծես թե ամրացված են, նրանք ամրացված են, սա երևի թե ամրացված։ Հավես։ Երեխեք ջան դասից հետո ես տաքսիով եկա, ինչեր եմ մեզ մոտ, մի հատ խանութ մտնեմ, երեխեքը իսկ ինչ-որ բան սպասում են ինձանից։ Խանութ մտնեմ, գնամ սուրճ կխմեմ, կաքրաս, քիչ-քիչ կպատրաստվենք։ Այսօր մեզ արտասյաջան կտանի և կբերի այդ մեծ օգնություն այն համար։ Տաքսիով այդքան կամֆորտ չի երեխեքի հետ, ինչքան որ գիտես քո հարազատ կեսրայրն է տանում։ Հելով մնաս Արտաշեսին, մինչև մի հատ կոֆես խմեմ ու գնում ենք։ Հա, գնաս մաման ասում է, եթե խելոք չմնաս, դու մեր հետ չես գալիս։ Պետք է սպառնամ, ինչ վար։ Թե չէ սաղորը Այդտեղ պատրաստում էին նվերը դասավորել, ասեցի ձեզ հետ միասին նայենք։ Ուրեմն առաջին բանը, որ վերցրել եմ, այսպիսի աշնանային պայուսակա, ճիշտը որ ասեմ, ամբողջը մինիսոյից եմ վերցրել։ Այնտեղից ես միշտ կարողանում եմ գտնել նվեր։ Կանտիկ կա, երկար կանտիկ ուղղակի մեջն է։ Ինձ թվում է շատ լավ աղջիկ երեխայի համար, նա ես որ աղջիկ երեխա լինեի, կուզեի այսպիսի պայուսակ ունենալ։ Վերցրել եմ, էլի եկան ու այս երկու պիրանյաները շնչից կանգնեցին։ Խնդրել եմ, որ ես ինչ-որ բան եմ ցույց տալի, մի եկեք շնչից կանգ։ Վերցրել եմ այսպիսի կոմպլեկտ, գդալ, պատարակախ եւ իրա, այսպես ասած, աման է։ Վերցրել եմ արգանայզեր, սրա մեջ կարելի է դնել ինչպես վրձիներ, ինքը ցելոֆանապատ է, հիմա ինչպես վրձիներ, այնպես էլ ասենք մատիտ կամ ֆլոմաստեր, ըստ արդեն ցանկության։ Վերցրել եմ այսպիսի զուբնայ շոտկաներ, քանի որ իրենք երկու քույրիկներ են, կարող են երկուսով օգտագործել, ճիշտ է նույնն են ու խառնելու վտանգ կա, բայց օրինակ երբ որ Դավին ու Արտաշեսին նման օրինակ շոտկաներ եմ արտում, իսկ մեկի վրա կամ մանիկյուրով եմ նշանանում կամ ինչ-որ բան, որպեսզի տարբերակ լինի։ Եվ վերցրել եմ այսպիսի բաժակ, սա ինչ-որ դուրս գալուց վզին գցելու բան կա մեջը, դուրս գալուց ինչ-որ թեյ լինի կամ ջուր լինի կամ հյութ լինի, կարելի է հավես ստանել։ Իսկ հիմա քյութ նվեր է ստացվել, ես օրինակ որ երեխա լինեի, ես կուզեի այսպիսի խառը նվերներ ստանալ, որ ես բացես, տեսնես, ես ինչա վայ, ես ինչա բան, չգիտեմ։ Որ ամեն մեկս ուզենք չուզենք մեր պրիզմայով ենք, չէ, անցկացնում, չնայած ես այնպիսի մարդ եմ, որ նվեր ընտրելուց նաև փորձում եմ դիտարկել դիմացինին ինչքան պետքական կամ հավես ու հետաքրքիր կնի նվերը, բայց եւ այնպես միշտ մի փոքր մեր կոնցեպցիայի մեջ ենք, չէ, տեղավորում այդ ամեն ինչը։ Всё, ես հարտուկել եմ երեխեքի շորերը, հիմա հագնվում ենք, որովհետեւ ունենք մոտավորապես 40 րոպե։ Իմ տղեկ արդեն պատրաստ են։ Ուտեմ ես ցես։ Ինչ։ Գնում ենք, արդեն պապիկ որ որայա կհասնի մեր հետևից։ Մենք դուրս ենք եկել, սպասում ենք, այդտեղ աստեղ կանգնի, մի գնա փողոց, անդադ մեքենաներ են գալիս, սպասում ենք պապիկը գա, մեզ վերցնի։ Հավես է։ Շատ ոգևորված է։ Ինչը։ Հասկացա, սրախից դեմ քնայք։ Կուրտկաներ եմ վերցրել, այսպես։ Երկուսինը նույն կուրտկայից է։ Արեսկո եկավ պապիկը, դավ արեսկո։ Դավ հետ արի, մեքենա է գալիս։ Չես տեսում ինձ, բալես։ Երեխեք, մենք հասել ենք Citizen, այստեղ է լինելու ծնունդը։ Գնանք զննենք տարածքը։ Դավուկան անհամբեր գնում ա չի սպասում ինձ։ Հուսամ չեմ փոշմանի, որ կուրտկան թողեցի ավտոյի մեջ։ Հա, բայց ձեռք չտաս, հա։ Մի հատ վերցրու, լավ։ Всё։ Լավ, դե սպասեք, հիմա բոլոր հյուրերը գան, դա Արտաշեսս։ Աբուլ, այս աղջիկա կանա, ես քեզ բրիցերի կտամ, դու ստեղ ես նստում, դա։
Դավա անցելա խիստ գործունեցում են։ Երեխեքի համար տարածքը շատ հետաքրքիր էր։ Դավիթը անընդհատ դուրս ու ներս էր անում, փորձում էր զննել, հասկանալ, որը որ սենյակում է, եւ անհամբեր սպասում էր հատկապես հրշեջների համար նախատեսված սրահ գնալուն։ Ես իհարկե բացատրում էի, որ սկզբում պիտի սնվենք, հետո բոլորիդ միասին աղջիկներից մեկը կուղեկցի կտանի։ Իդեպ, այստեղ շատ հանդիպեցի իմ հետևորդուհիներին, աշխատակիցների մեծ մասը ճանաչում էին թե ինձ, թե իմ երեխաներին, ինչը իհարկե շատ հաճելի է, բայց բոլորի հանդեպ էին հոգատար, այնպես որ իսկապես շատ գոհ եմ իրենցից։ Տարածքը կառուցված էր այնպես, որ միջանցիկ հատվածը կարծես փողոց լիներ, իսկ սենյակները արդեն կարծես առանձին շինություններ լինեին։ Այստեղ Դավիթին ես պարբերաբար փորձում եմ ներս տանել, իսկ ինքը պարբերաբար ինձ չի լսում, բայց պիցան իր գործը արեց ու եկան նստեցին, սկսեցին վայելել իրենց սնունդը։ Մեզ մեծերիս համար եւս շատ համովություններ էր յանան պատվիրել, հետեւաբար մենք էլ սոված չմնացինք ու մի լավ սնվեցինք։ Երեխեքին մինչև սենյակներով տանելը ինչ որ կազմակերպած միջոցառման պես մի բան կար, հաղորդավար կար, Wednesday իր ընկերու հետ եւ այդպես երեխեքը էլի բավականաչափ զբաղվեցին մինչև սենյակներ գնալը։ Ամբողջ ընթացքում Դավիթը գնում գալիս ասում էր՝ «Բայ երբ են գնում սենյակներ, բայ երբ են գնում սենյակներ»։ Իսկ այստեղ 3 բիձուկներով նստած են, մյուսները պարում են, իսկ մեծերը արդեն չեն պարում, այլ նստած հետևում են։ Մի քիչ էլ խաղեր խաղացին, խմբային, որից հետո արդեն կարելի է ասել եկավ իրանց համար այդքան սպասված մի պահ, սենյակներ մտնելու պահը։ Սենյակները բավականին շատ էին ու ամեն սենյակ հետաքրքիր ձևով էր կառուցված, ոնց նկատեցի սենյակները կարծես հովանավորներ լինեին։ Օրինակի համար կատնամթերքի սենյակը մեծ բոլորից հայտնի կատնամթերքի մի ընկերության էր պատկանում, Պարի սենյակը էլի հայտնի բոլորից Պարի ընկերության էր պատկանում, մեքենայի սրահը ավտոմեխանիկների էլի հայտնի մեքենայի ապրանքանիշ էր պատկանում, շատ հետաքրքիր կոնցեպցիա էր այդ առումով։ Դե ինչպես տեսնում եք, առաջին դերը ոստիկանի դերն էր, Դավի հագուստը իր վրա բավականին մեծ էր ու ինքը անդադ ուզում էր, որ կոչկեի այն հատվածը, որը քանդվում էր, ինքը այդպես պերֆեկցիոնիստական գծեր ունի ու ոչ մի կերպ ինչ որ թերի բան չի կարողանում ընկալել, բայց ինչպիսի ոգևորությամբ էին խաղում երեխեքը, ոնց էին հավատում, որ իրանք հեսա հանցագործի են բռնելու, ոնց էին հավատում, որ իրենցից շատ կարևոր ինչ որ առաքինություն են ակնկալում։ Մի խոսքով այստեղ տեսնում եք ոնց անդադ ուզում ուղղել այդ հատվածը։ Եվ Արտաշեսը եւս դերի մեջ էր ու մեծ բավականություն էր ստանում խաղի ամբողջ process-ից եւ անցնում են արդեն բժշկական սենյակ էստեղ էլ, հետո բանկ, որտեղ գումար էին աշխատում ստանում։ Մի խոսքով շատ հետաքրքիր էր անգամ ինձ համար։ Անը Վարշավիրանոց երեխեք ջան։ Այստեղ ճուտիկները իրանց համար շատ հավես, հա։
եկա դադար տալու մի քիչ, որովհետև դեռ մի 20 սենյակ կա, որ պիտի մտնեն։ Our hearts beat to the city streets. We began to feel the fire. We rise like tall buildings as the chemicals, they take us higher. The night's young and it's just begun as she puts her hand in mine. We wanna chase the night, wanna dance to the light, pull the stars from the sky, just two hearts running wild. Never sleep, never stop, as we shout from the top. We're gonna be two hearts running wild. Դավիթ վերցրու։ Մերսի։ Դա, դե արի գնանք տանը կբաց։